Բարև ձեզ։ Այսօր Facebook-ում տեսա մի տեսանյութ, որտեղ քաղաքական գործիչը խոսում է այն մասին, որ որոշակի պայմանավորվածություններ են առկա Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջև, բանավոր պայմանավորվածություններ, որը եթե իրականություն է, ապա կարող է հանգեցնել ազգային ողբերգության։ Հիմա լսենք, թե ինչ իմաստն է խոսքը, որից հետո ես մեկնաբանեմ։ Անցյալ տարի հունվար ամսին հայտարարել է, որ ինքը տոտալ համաձայնվում է բոլոր Ադրբեջանի պահանջներին եւ նախագիծ ուղարկել է Ադրբեջան։ Դրա մասին տարբեր եթերներում ես խոսել եմ։ Երբ որ համաձայնվել է բոլոր կետերին, որ Ադրբեջանն առաջարկում էր, որն պարտադրում էր, հաստատված է եղել, որ կա արդեն նախագիծ, որը կարող է նախաստորագրել։ Այդ բովանդակությունը, այդ ինչ բովանդակություն, որ ինքը որ ասում է, չէ՞ ժողովուրդ ջան, գիտեք ինչի մասին է այդ բովանդակությունը։ Նրա մասին որ մենք պետք է քրեական գործեր հարուցենք եւ պատժենք մեր զինվորականներին։ Սա մասին ես խոսել եմ։ Այս բովանդակությունն է ինքը պայման։ Ինչ է ասում քաղաքական գործիչը, որ կա պայմանավորվածություն, պայմանագրային որոշակի բովանդակություն, որի պարագայում մեր իշխանությունը ստանձնել է որոշակի պարտավորություն քրեական պատասխանատվության ենթարկելու մեր զինվորներին։ Ենթադրվում է, որ այն զինվորներին, որոնք մասնակցել են Արցախյան պատերազմներին, այսինքն Ադրբեջանը, ես հասկանում եմ խոսքից, որ ներկայացրել է պահանջ, որ Արցախյան պատերազմի մեր բոլոր մասնակիցների նկատմամբ պետք է իրականացվեն քրեական հետապնդումներ եւ այս անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության եւ պատժվեն։ Եթե չեմ սխալվում, երեկվա տեսանյութ է եւ առ այսօր ես իշխանության կողմից որևէ հերքում այս մասին չեմ լսել։ Հետևաբար, եկենք բոլորս սպասենք այդ հերկմանը։ Եթե այդ հերկումը չեղավ եւ սա ճիշտ է, ինչ որ ասում է քաղաքական գործիչը, ապա մենք ունենալու ենք ողբերգություն Հայաստանի Հանրապետության համար։ Դուք պատկերացնում եք Արցախյան պատերազմին, որքան զինծառայող է մասնակցել եւ ինչ է կատարվելու, եթե նրանց բոլորի նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցվեն եւ այդ անձինք պատժվեն։ Հետևաբար, մեկ անգամ էլ կրկնեմ, տա Աստված, որ սա չճշտված տեղեկատվություն է եւ սպասենք իշխանության հերկմանը։